Գնահատեք, թե հետևյալ գործիչներից յուրաքանչյուրը որքանով կարող է առաջնորդել հասարակության հոգևոր եւ հասարակական առողջացմանը եւ միասնությանը։ Մենք թվել ենք մի շարք գործիչների քաղաքական եւ հոգևոր եւ ունենք հետեւյալ պատկերը։ Գնահատվել է բալային համակարգով, որտեղ 10 բալային համակարգով, որտեղ մեկը նշանակում է ընդհանրապես չի կարող, 10-ը նշանակում է միանշանակ կարող է։ Եվ մենք բերել ենք այստեղ միջինացված պատկերը։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Միքայել arczepiskopos Աջապայանը 7.2 բալ։ Երկրորդ տեղում է մեր մոտ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն 5.7 բալ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը 5.5 բալ, մեր ձևով շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը 5.1 բալ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան 4.7 բալ, Բագրատ arczepiskopos Գալստանյանը 4.5 բալ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 3.4 բալ, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը 3.3 բալ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2.9 բալ եւ Ժառանգության կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյան 2.8 բալ։ Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան 2.4 բալ։ Բայց վերադառնամ եւ նշեմ, որ առաջի երկու, այսպես ասած, ցուցանիշները գրանցել են եկեղեցու ներկայացուցիչները Միքայել arczepiskopos Աջապայանը 7.2 բալ եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն 5.7 բալ։ Ես կրկնեմ հարցը, գնահատեք, թե հետեւյալ գործիչներից յուրաքանչյուրը որքանով կարող է առաջնորդել հասարակության հոգևոր եւ հասարակական առողջացմանը եւ միասնությանը։ Այսպիսով մենք ունենք հետեւյալ պատկերը, որ ամենավստահելի եւ ընդունելի տարբերակը դա Միքայել arczepiskopos Աջապայանի տեխնացությունը 7.2 բալ ցուցանիշով։